Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, եթերում ձեր փաստաբանը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա մեր թողարկումը նվիրված է ողջամիջամկետի հետ կապված օրենսդրական վերջին փոփոխություններին։ Այս թեմայի շուրջ զրուցելու նպատակով մեր տաղավարին հրավիրել Հայաստանի Հանրապետության Արտարադատության նախարարության օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի ավագ իրավաբան Էմմա Ավետիսյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Թե քաղաքացիական, թե վարչական գործերով լուրջ հիմնախնդիր է դատարանների ծանրաբեռնվածության նվազեցումը։ Ծանրաբեռնվածության նվազեցման ուղղված վերջին փոփոխությունների համատեքստում առանձնացնենք գործերի քննության ողջամիջամկետների հետ կապված օրենսդրական փոփոխությունները։ Մինչև օրենսդրական փոփոխություններին անդրադառնալը խնդրում եմ ռադիոլսողներին հիշեցնենք կամ ծանոթենք ինչ ասել է ողջամիջամկետ։ Շնորհակալ եմ։ Երևի սկսեմ պատասխանը հարցի երկրորդ մասից, ինչ է ողջամիջամկետը։ Ողջամիջամկետը այն ժամանակահատվածն է, որը գործին մասնակցող անձանց վարքագծի գործի փաստական հանգամանքների, ինչպես նաև վեճի իրավական բնույթի հաշվառմամբ անհրաժեշտ եւ բավարար է դատարանին վեճը քննելու եւ լուծելու համար առանց անհարկի ցկցկումների։ Իրավաչափորեն նշեցիք, որ քաղաքացիական վարչական դատարանների ծանրաբեռնվածության նվազեցումը առաջնային խնդիր է եւ դա մշտապես եղել է եւ շարունակում է մնալ Արտադատության նախարարության առաջնահերթություններից մեկը։ Նախքան ժամկետներ նախատեսելը մի շարք օրենսդրական նախաձեռնությունների արդյունքում նվազեցվել է վարչական եւ քաղաքացիական դատարանների ծանրաբեռնվածությունը։ Իրականում փոփոխությունները բավականին շատ են եղել, բայց կփորձեմ երևի թե անդրադառնալ ամենաթիրախայիններին, որոնք առավելապես նպաստել են հենց ծանրաբեռնվածության նվազեցմանը։ Եթե սկսենք քաղաքացիական դատարաններից, ապա որոշ տեսակի դրամական պահանջներով վեճերը, խոսքը գնում է ոչ մեծ դրամական պահանջներին, մինչև 2 միլիոն դրամ, որոնք վերաբերում էին բանկերի, վարկային կազմակերպությունների եւ կոմունալ ծառայությունների եւ իրենց սպառողների միջև կնքված պայմանագրերի հետ կապված վեճերին, վերապահվեցին նոտարների քննությանը։ Այսինքն, եթե դրամական պահանջը վերաբերում է վերոնշյալ ոլորտներին եւ չի գերազանցում 2 միլիոն դրամը, դրանց վերաբերյալ արդեն որոշումներ, վճարման կարգադրություններ արձակում են նոտարները։ Ընդ որում սա բավականաչափ թոթափեց քաղաքացիական դատարանի ծանրաբեռնվածությունը եւ այդ մասին վկայում են նաեւ վիճակագրական տվյալները։ Մենք մի փոքր ուշ կանրադառնանք այդ վիճակագրական տվյալներին, Այո, շատ լավ։ Հաջորդ փոփոխությունը, որ կցանկանամ նշել, վերաբերում է պարտադիր հաշտարությանը։ 2025 թվականի հուլիսի 1-ից ընտանեկան որոշ տեսակի վեճերով նախատեսվեց պարտադիր հաշտարության ինստիտուտը, ինչ էր սա նշանակում, որ նախքան դատարան դիմելը կողմերը պետք է դիմեին հաշտարարին, այսինքն մասնագիտացված, արտոնագրված հաշտարարին, որպեսզի վերջինիս միջնորդությամբ լուծվեր վեճը։ Այստեղ հաշտարը ոչ թե լուծում է վեճը, այլ օգնում է կողմերին, որպեսզի վերջիններս կան փոխադարձ համաձայնության եւ կնքեն հաշտություն։ Այս ոլորտում եւս բավականին մեծ առաջընթաց է արձանագրվել եւ սրանք նույնպես ազդել են վիճակագրական տվյալների նվազեցմանը եւ դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը։ Արդեն խոսելով վեճերի այլընտրանքային լուծման եղանակների մասին, նաև կարելի է նշել արբիտրաժի մասին։ Արտադատության նախարարությունը մի շարք նախաձեռնություններով նաև փորձում է խրախուսել արբիտրաժի միջոցով վեճերի լուծումը եւ օրինակ վերջերս տեղի ունեցած փոփոխություններով մինչև 5 միլիոն դրամը չգերազանցող վեճերով արբիտրաժային վճիռների համար կատարողական թերթ տալու դիմումները ներկայացում են համապատասխան վեճը համակարգած արբիտրաժային հաստատությանը, այլ ոչ թե դատարանին։ Եվ նման գործընթացները խթանում են, որպեսզի անձինք առավել շատ դիմեն արբիտրաժին վեճերը լուծելու համար եւ մոտ 50,000 գործ այս փոփոխությունների արդյունքում այլևս դատարան չի մուտքագրվում։ Անդրադառնալով վարչական արդարադատությանը, այստեղ եւս շատ փոփոխություններ են կատարվել, բայց ամենաթիրախայինների մասին փորձեմ խոսել։ Ներդրվեց հայցերի քննության գրավոր ընթացակարգը, որի դեպքում դատարանը այլևս չունի անհրաժեշտություն հրավիրելու դատական նիստ եւ միայն գործում առկա ապացույցների հիման վրա կայացնում է եզրափակիչ դատական ակտ։ Քանի որ խոսեցինք քաղաքացիական դատարանների բեռնաթափման մասին, այստեղ երկու տեսակի, երկու բնույթի վեճեր քաղաքացիական դատարաններին վերապահվեցին արդեն քննության, որոնք նախկինում վերապահված էին վարչական դատարաններին։ Խոսքը վերաբերում է հանրային կամ այլընտրանքային ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը եւ նոտարների գործողությունների իրավաչափությունը վիճարկելու հետ կապված գործերը։ Նկատի ունենալով, որ աշխատանքային վեճերը
ենթակային քաղաքացիական դատանի քննությանը այս հանրային ծառայության կամ այլընտրանքային ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը նույնպես վերապահվեցին քաղաքացիական դատանին միասնական պրակտիկա ձևավորելու նկատառումներից ելնելով, իսկ նոտարների հետ կապված, քանի որ նոտարական ակտերի վիճարկումը նորից վերապահված էր, վիճարկումների հետ կապված գործերը նորից վերապահված էին քաղաքացիական դատաների քննությանը, դրանք նույնպես արդեն նոտարի գործողությունների վիճարկման վերաբերյալ գործերը նույնպես վերապահվեցին քաղաքացիական դատարանին։ Նաև նախատեսվեց, նաև հետագայում ընդլայնվեց գրավոր ընթացակարգով քննության ենթակա գործերի շրջանակը, ինչը բնականաբար ևս նպաստեց գործերի արագ քննությանը եւ դատավորներին ազատեց լրացուցիչ նիստեր անելու պարտականությունից։ Երևի թե գլոբալ ամենամեծ փոփոխություններից կնշեմ սրանք։ Շատ բարի, փոփոխությունները քիչ չեն, կա նաև վիճակագրություն, փոփոխվող վիճակագրություն։ Մինչև անդրադառնալը կոնկրետ ժամկետին, քանի որ ավելի շատ անդրադառնալու ենք ողջամիտ ժամկետներին, խնդրում եմ մինչ այդ փորձենք, եթե ոչ թվերով, ապա դինամիկան այնուամենայնիվ արտացոլենք, թե քաղաքացիական, թե վարչական գործերով, որովհետև կարծես թե մարտ ամսին արդեն փոփոխությունները կատարվել են օրենսդրական եւ ինչ դինամիկա կա, կարող ենք ասել, որ դատարանների ծանրաբեռնվածության նվազեցում կարող ենք արձանագրել։ Վիճակագրական տվյալները միանշանակ այո հիմք են տալիս պնդելու, որ դատաների ծանրաբեռնվածությունը նվազել է, օրինակ նույն նոտարների հետ կապված քննություններով, որոնք վերաբերում էին նոտարների կողմից արդեն մինչև 2 միլիոն դրամը չգերազանցող դրամական պահանջներով վեճեր քննելուն, եթե նայենք մինչև 2023 թվականը, հայցադիմումների մոտ 90%-ը վերաբերում էր գումարի բռնագանձման պահանջներին, օրինակ ամենավերջին տվյալներով 2023 թվականին ներկայացվել էր միայն 159,000 հայց, որից 147,000-ը վերաբերում էին հենց այս դրամական պահանջներին, բայց արդեն փոփոխությունների արդյունքում, երբ որ այս ոչ մեծ դրամական պահանջներ դուրս են եկել դատանի քննության առարկայից, 2024 թվականի վիճակագրությամբ ներկայացվել է ընդամենը 26,000 հայց, իսկ 2025 թվականին 29,000 հայց։ Նույնպիսի 26 թվականից այսօր փոփոխություններ այսօր դեռ չունենք վիճակագրական տվյալներ։ Կարծում եմ դրանք եւս դինամիկա կարձանագրել։ Այո, եւ նաեւ շատ դրական դինամիկա կա հաշտարության հետ կապված, որովհետեւ եթե օրինակ նայենք մինչեւ 2025 թվականի նույն ժամանակահատվածը, 2024 թվականին ընտանեկան վեճերով ներկայացվել էր մոտ 1476 հայցադիմում, որից վարույթ ընդունվել էր 1234-ը։ Բայց հաշտարության արդյունքում, քանի որ բավականին մեծ է հաշտությամբ ավարտելու դեպքերը, արդեն 2025 թվականին ստացվել է միայն 660 հայցադիմում, որից վարույթ ընդունվել է 531-ը, այսինքն կարող ենք տեսնել, որ գործերի քանակը նվազել է մոտ 55%-ով արդեն։ Դա բավականին խոսուն թիվ է, հետևենք դրական դինամիկային ժամանակի ընթացքում կանդրադառնանք զուտ վիճակագրական տվյալներին մեր հաղորդումներից մեկի ընթացքում եւ շարունակելով մեր զրույցը։ Ինչպես նշեցինք, քաղաքդատավարության օրենսգրքով փոփոխված ժամկետներին անդրադառնանք եւ մենք գիտենք, որ օրենքում սահմանվել է առաջին ատյանի քաղաքգործերի քննության հստակ ժամկետ 6 ամիս, որը կարող է երկարաձգվել պատճառաբանված որոշմամբ քաղաքգործերով ոչ ավելի քան 2 անգամ, յուրաքանչյուր դեպքում առավելագույնը 3 ամիս ժամկետով։ Օրինակ այդ 6 ամիսը ինչի հիման վրա է վերցվել։ Արդյոք 6 ամիսը այսօր իրական այն թիվն է, որը որ բավարար է, այդ հաշվարկը ճիշտ է կատարված, արդարացված է եւ արդեն այս մի քանի ամսվա ընթացքում 6 ամիսը բավարար է դատարանների կողմից, դա դժգոհության ալիք չի բարձրացնում։ Նախ նշեմ, որ այս 6 ամսյա ժամկետը ինքնանպատակ չէ կամ պատահական վերցված չէ։ Այս պահի դրությամբ Բարձրագույն դատական խորհուրդը նույնպես ունի հաստատած որոշում գործերի քննության ուղենիշային ժամկետների վերաբերյալ։ Մեր հաղորդումներից մեկի ընթացքում անդրադարձել ենք, ուղղակի նաև հետաքրքիր լիազորի մոտեցում։ Այո, եւ տվյալ դեպքում բնականաբար ողջամտությունը հաշվի առնելիս հիմք է ընդունում գործերի բարձրության գործակիցը եւ ըստ այդ գործակիցների Բարձրագույն դատական խորհուրդը ունի ժամկետների այսպես ասած հանդղակ, որի դեպքում ողջամիտ է այդ ժամկետում համապատասխան վեճի քննությունը։ Այդ ուղենիշները ուներ մինչև փոփոխությունը, դրա համար է հետաքրքիր։ Այո, այդ պատճառաբանությամբ օրինակ բարձ գործերի դեպքում նախատեսվում էր 1-ից 3, միջին բարդության գործերի դեպքում 4-ից 6, բարդ գործերի դեպքում 8-ից 12, իսկ առանձնապես բարդ գործերի դեպքում մինչև 18 ամիս ժամկետ քննության համար։ Հիմք է ընդունվել այս ժամկետները եւ վերցվել է միջինացված ժամկետը, այսինքն առնվազն 6 ամիսը բավարար եւ ողջամիտ է,
պարզ գործեր եւ միջին բարդության գործեր քննելու համար։ Ինչ վերաբերում է բարդ եւ առանձնապես բարդ գործերին, այդ իսկ պատճառով հաշվի առնելով գործերի առանձնահատկությունները, ինչպես նաեւ գործին մասնակցող անձանց վարքագիծը, իրավական վեճի բնույթը նախատեսվել է նաեւ այս ժամկետը երկարաձգելու հնարավորություն, ինչը հենց այն դեպքերի համար է, երբ որ դատանը գտնի, որ առկա է օբյեկտիվ անհրաժեշտություն երկարաձգելու այս ժամկետը եւ դա բխում է արդարադատության շահից, օգտվի համապատասխան գործիքակազմից եւ պատճառաբանված որոշմամբ երկարաձգի այս ժամկետները։ Ինչ վերաբերում է դատավորներին, նշեմ, որ նախագծերը հենց մշակման փուլում պարտադիր հանրային քննարկում են անցնում եւ հանրային քննարկումը ենթադրում է նաեւ շահագրգիռ անձանց կարծիքների ներկայացում։ Տվյալ դեպքում բնականաբար շահագրգիռ անձինք հենց դատավորներն էին։ Նախագիծը ուղարկվել է թե բարձրագույն դատական խորհուրդ եւ ես համամիտ ես նկատի ունեմ օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո դատավորների դժգոհությանը։ Ինչի շատ լավ է որ մասնակցել են։ Դեռ երևի մարտ ամսից ուրեմն դժգոհություններ չկա։ Դեռևս որևէ դժգոհություն առկա չէ, հուսանք որ չլինի։ Շատ բարի։ 6 ամսյա ժամկետում հարգելի է մաչեն ներառվել գործի վարույթի կասեցման ժամանակահատվածը, հաշտության եւ հաշտարարության համար դատարանի նշանակած ժամկետը եւ դատական հանձնարարության կատարման ժամանակահատվածը։ Ինչ է սա նշանակում գործնականում, եթե խնդրեմ մեր ռադիոլսողներին։ Փորձեմ անդրադառնամ հիմքերից յուրաքանչյուրին առանձին գործի վարույթի կասեցումը։ Սա դատավարական գործիքակազմ է, որի ընթացքում ժամանակավորապես դադարում է գործի քննությունը, ինչը պայմանավորված է օբյեկտիվ հանգամանքներով։ Օրինակ փորձաքննության նշանակում կամ առկա է այլ քաղաքացիական վարչական գործ, որի քննության արդյունքում հաստատված փաստերը նաև էական նշանակություն ունենալու սույն գործի քննության համար։ Այսինքն այս ընթացքում դատարանը չի կարողանում իրականացնել գործի քննության ուղղված դատավարական գործողություններ, ըստ այդմ համապատասխան ժամանակահատվածը չի ներառվում գործի քննության ժամկետի մեջ, քանի որ օբյեկտիվորեն դատանը զրկված է որևէ դատավարական գործողություն իրականացնելու հնարավորությունից։ Հաջորդը հաշտության կամ հաշտարարության ժամանակահատվածն է։ Անկախ նրանից, որ հայցը հարուցվել է եւ իրավական վեճը առկա է, կողմերը գործի քննության ցանկացած փուլում կարող են դիտարկել վեճը հաշտությամբ ավարտելու հնարավոր սցենարը եւ սրա համար օրենսգիրքը թե քաղաքացիական թե վարչական թույլ է տալիս դատավորին սեփական նախաձեռնությամբ կամ կողմերի միջնորդության հիման վրա տրամադրել ժամկետ հաշտվելու համար։ Հաշտարարության դեպքում դա իրականացվում է արտոնագրված հաշտարարի կամ հաստատության մասնակցությամբ, իսկ հաշտության դեպքում արդեն կողմերը միայն երկուստեք, իսկ հաշտության դեպքում արդեն կողմերը առանց միջնորդի փորձում են երկուստեք փոխադարձ պայմաններով լուծել առկա վեճը, այսինքն այս ընթացքում դատարանը կարծես թե пассив դեր է ստանձնում եւ այդ իսկ պատճառով այս ժամկետը եւս ներառված չէ գործի քննության ժամկետի մեջ։ Ինչ վերաբերում է դատական հանձնարարությանը, ապա սա այն դեպքն է, երբ դատանը որևէ դատավարական գործողություն կատարելու համար պետք է դիմի այլ դատարանի օգնությանը, օրինակ վկաների հարցաքննություն կամ ապացույցների հավաքագրում եւ այլն, ընդ որում սրանք նաեւ ներառում են միջազգային իրավական փոխօգնության դեպքերը, երբ որ անհրաժեշտ է օրինակ միջազգային դատարան դիմել կամ այլ երկրի դատարան դիմել որոշակի ապացույցներ ձեռք բերելու կամ դատավարական գործողություններ կատարելու համար, քանի որ այս դատավարական գործողությունները եւս կախված չեն դատավորի կամքից եւ օբյեկտիվորեն կարող են երկարաձգել գործերի քննության ժամկետները, այս ժամանակահատվածը նույնպես չի ներառվել գործերի քննության ժամկետի մեջ։ Իսկ նշված կարգավորումները կիրառել են արդյոք սնանկության գործերի եւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնակացման գործերի նկատմամբ կարծես թե ոչ։ Ճիշտ եք նկատել, այս կարգավորումները կիրառելի չեն այդ ձեր վկայակոչած երկու վարույթների նկատմամբ։ Ինչու՞։ Դա պայմանավորված է դատավարական առանձնահատկություններով։ Սնանկության մասով եթե նշեմ, եթե օրինակ քաղաքացիական վարչական գործերի դեպքում վճռի կայացումը հանգուցալուծում է վարույթը, այսինքն ավարտում է կողմերի միջև առկա վեճը, ապա սնանկության դեպքում վճռի կայացմամբ միայն վարույթը սկսվում է։ Այսինքն դրան հաջորդում են մի շարք դատավարական փուլեր, պահանջների հավաքագրում, գույքագրումներ, լուծարման վարույթներ, ֆինանսական առողջացման վարույթ եւ ընդ որում միայն ֆինանսական առողջացման վարույթը կարող է 48 ամիս տևել եւ երկարաձգվել մինչեւ 72 ամիս, այսինքն այս վարույթի դեպքում նպատակահարմար չէ ժամկետային սահմանափակում նախատեսելը հաշվի առնելով այս փուլային առանձնահատկությունը։ Ինչ վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքին, ապա այս դեպքում վարույթը հարուցվում է իրավասու մարմնի կողմից ուսումնասիրություն սկսելու մասին որոշում կայացնելու պահից, որը կարող է տևել 3 տարի։ Դրան հաջորդում են արդեն նախնական արդյունքների ամփոփման փուլը, եզրակացության կայացման փուլը եւ հենց եզրակացության հիման վրա է դատարան հայց ներկայացվում։ Այսինքն նախքան հայցի հարուցումը արդեն իսկ առկա է
վարույթ առանձնահատկություններով իրեն բնորոշ եւ նաեւ հաշվի առնվել այն հանգամանքը, որ այս հայցերի դեպքում քննության առարկան եւ ապացուցողական բազան բավականին լայնաշերտ են, քանի որ օրինակ ուսումնասիրվում են երկար ժամանակահատվածներ, եկամուտներ, փոխկապակցված անձանց հետ կապված հարցեր եւ հիմնականում այս ապացուցողական բազան ուսումնասիրելու, գնահատելու եւ հետազոտելու համար դատանին գուցե շատ ավելի շատ երկար ժամկետ անհրաժեշտ լինի։ Շատ բարի, ես հիշեցնեմ մեր ռադիո լսողներին, որ այսօր ձեր բաստաբանը հաղորդաշարի եթերում մենք զրուցում ենք ողջամիտ ժամկետների հետ կապված վերջին օրենսդրական փոփոխությունների մասին, իսկ մեր տաղավար հրավիրել ենք այս թեմայի շուրջ զրուցելու նպատակով Արդարադատության նախարարության օրենսդրության զարգացման կենտրոնի հիմնադրամի ավագ իրավաբան Էմմա Ավետիսյանին։ Հարգելի Էմմա, շարունակելով մեր զրույցը, հետևյալ հարցին անդրադառնանք։ Մենք արդեն հիշատակեցինք, որ օրենքի փոփոխությունները ուժի օրենսդրական փոփոխությունները մտել են ուժի մեջ։ Օրենքը տարածվում է օրենքը ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների հիման վրա, հարուցված գործերի վրա։ Բայց կան որոշ բացառություններ, որոնք են դրանք, խնդրում եմ ներկայացնեք։ Ավելի ճիշտ կլինի ասել ոչ թե բացառություններ, այլ երևի հատուկ կարգավորումներ, թե քաղաքացիական, թե վարչական դատավարության օրենսգրքով առկա են հատուկ վարույթներ, այսպես ասած, որոնց դեպքում գործում են դատավարական հատուկ կանոններ։ Օրինակ քաղաքացիական դատավարության դեպքում աշխատանքային վեճերով նախատեսված է հատուկ հայցային վարույթ եւ այնտեղ կա առանձին կարգավորում նաեւ գործիքնության ժամկետի վերաբերյալ։ Համաձայն որի գործիքնությունը պետք է տևի 3 ամիս։ Նույնպիսի կարգավորումներ առկա են վարչական դատավարության օրենսգրքում, օրինակ գրավոր ընթացակարգերի դեպքում գործերի հայցերի քննության առանձին դատավարական ժամկետ է նախատեսված, այլ բացառությունները եւ այդ հատուկ կանոնները վերաբերում են այս գործերին, այսինքն եթե դատավարական օրենսգրքերը հատուկ կանոններից ելնելով եւ գործերի առանձնահատկությունների հաշվառմամբ արդեն նախատեսում են գործի քննության որոշակի կարճ ժամկետներ, ապա կիրառելի են ընդհանուր ոչ թե ընդհանուր նորմի կարգավորումները, այլ հատուկ նորմի կարգավորումները։ Իսկ այն գործերը, որոնցով հատուկ կարգավորումները չեն նախատեսում որևէ ժամանակահատված կամ ժամկետ գործի քննության համար, կիրառվում են արդեն 6 ամսյա ժամկետի վերաբերյալ ընդհանուր նորմերը։ Վարչական դատավարության օրենսգրքում զորացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքով սահմանվել է 12 ամսվա ժամկետ։ Սա վարչական ոլորտի, վարչական արդարադատության հետ կապված այս մասով փոփոխություն է։ Ինչքան ժամանակով կարող է այս ժամկետը երկարաձգվել, հարգելի Էմմա, օրենքի անցումային դրույթներով նախատեսվել է կարծես թե մինչև օրենքի ուժի մեջ մտնել է հարուցված եւ դատավորների վարույթում առկա գործերը ավարտելու ժամկետներ։ Ինչն է այս փոփոխությունների առանցքը, ինչպես պետք է երկարաձգվի։ Ձեր կողմից նշված 12 ամսյա ժամկետը վերաբերում է նախքան օրենքի ուժի մեջ մտնելը վարչական դատարան ներկայացված, հարուցված, վարույթ ընդունված հայցադիմումների քննությանը, քանի որ օրենքը տարածվելու էր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների կամ դիմումների քննության վրա եւ ժամկետները 6 ամսյա իրենց երկարաձգումներով կիրառելի են լինելու միայն այդ հայցադիմումների նկատմամբ, նպատակահարմար եղավ նախատեսել նաեւ ժամկետ այն հայցադիմումների քննության համար, որոնք նախքան օրենքի ուժի մեջ մտնել էին ներկայացվել եւ վարչական դատավարության դեպքում հաշվի առնելով նաեւ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը, ինչպես նաեւ դատավորների առաջարկները, նախատեսվեց 12 ամսյա ժամկետ, ինչը նշանակում է, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 12 ամսվա ընթացքում դատարանը իր վարույթում գտնված եւ միջև օրենքը հարուցված գործը պետք է ավարտի։ Այդուհանդերձ այս ժամկետը նույնպես կարող է երկարաձգվել 2 անգամ յուրաքանչյուր դեպքում ոչ ավելի քան 3 ամիս ժամկետով, այն նույն տրամաբանությամբ, որ յուրաքանչյուր գործ առանձնահատուկ է իր փաստական հիմքերով, իրավական վեճի տեսանկյունից, ինչպես նաև օրինակ գործին մասնակցող անձանց վարքագծի հաշվառմամբ կարող է առաջանալ համապատասխան անհրաժեշտությունը։ Իսկ դատավորների փոփոխության դեպքում ժամկետների կամ ընթացակարգերի ինչ փոփոխություններ կարող են նախատեսվել։ Բավականին հետաքրքիր կարգավորումներ են նախատեսվել դատավորների կամ դատական կազմի փոփոխության դեպքերում, թե քաղաքացիական եւ թե վարչական գործերի դեպքում դատական կազմի, այսինքն դատավորի փոփոխությունը այլևս չի պարտավորեցնելու դատարանին սկսել գործի քննությունը սկզբից։ Այսինքն նոր դատավորը կարող է գործի քննությունը շարունակել ընդհատման պահից, եթե չի տեսնում անհրաժեշտություն նորից սկսել
ստեղծելու գործի քննությունը, այսինքն դատավորը այլևս պրոցեսուալ պահանջների պահպանման նպատակով ստիպված չի լինելու իրականացնել կրկնակի դատավարական գործողություններ կամ կայացնել որոշումներ։ Իսկ նորից սկսել է օրենքով սահմանված հիմքերով։ Պետք է լինի համապատասխան անհրաժեշտություն, որպեսզի կարողանա նորից սկսել։ Համանման կարգավորումներ նաև նախատեսված են այն դեպքերի համար, երբ ավարտված է դատաքննությունը, այսինքն դատանը գնացել է վճիռ կայացնելու եւ փոփոխվել է դատարանը, դատական կազմը։ Այս դեպքում դատանը որպես կանոն պետք է սկսի դատաքննության փուլից, որտեղ հենց դատաքննության փուլն է կենտրոնական փուլը, որի ընթացքում հետազոտվում են ապացույցներ, լսվում են վկաները։ Այս դեպքում որպես կանոն պետք է սկսի դատաքննությունից, բայց նորից կարող է նպատակահարմար գտնել եւ անհրաժեշտ լինել սկսել գործի քննությունը սկզբից։ Նաև ճկուն ընթացակարգերի հետ կապված հետաքրքիր կարգավորում կա ապացույցների հետազոտման հետ կապված։ Նոր դատավորը կարող է կողմերի համաձայնության դեպքում նախկին դատավորի կողմից հետազոտված ապացույցները համարել հետազոտված եւ հետագայում դնել դատական ակտի հիմքում։ Բավականին այսպես ճկուն են կարգավորումները, իսկ նույն կոնցեպցիան կիրառելի է նաև, որտեղ մենք առաջին ատյանի մասին խոսեցինք, վերադաս ատյանների հետ կապված։ Վերադաս ատյանների մասին խոսելիս կուզեմ նշել, որ 2018 թվականին, երբ որ ընդունվեց նոր քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, արդեն իսկ վերաքննիչ քաղաքացիական դատանի համար նախատեսված էին բողոքների քննության գրավոր ընթացակարգեր եւ նաև բողոքների քննության ժամկետներ։ Դեռևս 2018 թվականին նախատեսված էր 3 ամսվա ժամկետ, հետագայում այս ժամկետը արդեն երկարաձգվեց մինչև 6 ամսով։ Ինչ վերաբերում է վարչական դատավարությանը, ապա նախ նշեմ, որ անմասն չի մնացել նաև վերաքննիչ վարչական դատանը ծանրաբեռնվածության նվազեցման ուղղված նախագծերի համատեքստում։ Արտադրության նախարարության նախաձեռնությամբ մշակվել էր նախագիծ, որով սահմանափակվում էր վարչական մարմինների իրավունքը բողոքարկելու դատական այն ակտերը, որոնք վերաբերում էին մինչև 300,000 դրամ հանրային իրավական վեճերով վարչական ակտերին։ Այս արդյունքում արդեն բողոքների մոտ 80%-ը նվազում է վարչական դատարանում եւ նաեւ սա ունի անցումային դրույթ, այն բողոքները, որոնք վերաբերում են վերոնշյալ դատական ակտերին, վարչական վերաքննիչ դատանում ենթակայում կամ ընդունում է մերժման կամ կարճման, եւ հաշվի առնելով, որ վերաքննիչ վարչական դատանի ծանրաբեռնվածությունը նույնպես նվազեցվել է, նախատեսվեցին նաեւ վերաքննիչ վարչական դատանում բողոքների քննության գրավոր ընթացակարգ, որի ընթացքում նորից դատարանը կարող է միայն գործում կա փաստաթղթերի ապացույցների հիման վրա քննել եւ եզրափակիչ դատական ակտ կայացնել արդեն վերաքննիչ բողոքի կապակցությամբ առանց դատական նիստ հրավիրելու, ի տարբերություն նախկին կարգավորումների, որոնց դեպքում պարտադիր էր դատական նիստի անցկացումը։ Ինչպես նաեւ անցումային դրույթներով նախատեսվեց հնարավորություն դատարանների համար այն գործերով, որոնցով արդեն իսկ ներկայացվել են վերաքննիչ բողոքներ եւ դրանք նշանակվել են դատական քննության, այսինքն դատական նիստերի օրեր, փոխել այդ որոշումները եւ օրինակ անցնել գրավոր ընթացակարգի, եթե իհարկե դատարանը չի տեսնում անհրաժեշտություն շարունակելու բանավոր լսումները եւ ամեն դեպքում իրականացնելու նիստ։ Ժամկետների մասով վերաքննիչ վարչական դատանում նախատեսվել է բողոքների քննության 6 ամսյա ժամկետ, որը կարող է դատանի պատճառաբանված որոշմամբ երկարաձգվել 1 անգամ 6 ամսով։ Շատ բարի, մոտեցումը նույնն է, հստակեցված են ժամկետները։ Այսպիսի մի հարց հարգելի եմա, արդյոք այդ ժամկետների փոփոխությանը, այսինքն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հնարավոր է մի մեխանիզմ ներդնել, որը թույլ կտա դիտարկել, թե պրակտիկայում, բնականաբար դա արվում է, ամփոփումը պրակտիկայի թվերի եւ բնականաբար դրանք կարող են գիտապրակտիկ այսպես սեմինարների ընթացքում բարձրաձայնվել դատավորների կողմից մի խոսքով պրակտիկայի ամփոփման արդյունքները կարող են թույլ տալ ներդնել այնպիսի մեխանիզմ, որը հետագայում այսպես ժամկետների վերանայման հիմք հանդիսանա։ Իրականում օրենսդրական փոփոխությունների հնարավորությունը երբևիցե բացառված չէ եւ դա պետք է բխի օրենսդրական եւ պրակտիկ անհրաժեշտությունից, այսինքն դա պետք է լինի հիմնավորված վիճակագրական տվյալներով, պետք է հիմնավորվի համապատասխան անհրաժեշտությունը, որովհետեւ ցանկացած օրենսդրական փոփոխություն, եթե մենք օրինակ նայենք ընդունման հիմնավորումները, ունի նաեւ առանձին հատված, թե ինչու էին անհրաժեշտ այս փոփոխությունները, բայց նաեւ նշեմ, որ այս պահի դրությամբ օրինակ դատան
պետությունների նախագահները իրականացնում են մշտադիտարկման գործողություն, ինչը ենթադրում է հենց ժամկետների նկատմամբ վերահսկողություն, եթե որևէ դատավոր գտնում է, որ առկա է ռիսկ, որ խախտվելու են այդ ողջամիտ ժամկետները, համապատասխան դիմումով դիմում է նախագահին, ներկայացնում է պատճառները, ընդ որում այդ մշտադիտարկման արդյունքները նաև հրապարակային են եւ հրապարակվում են Բարձրագույն դատական խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքում։ Շատ բարի եւ որպես ամփոփիչ հարց դատավորների հետ կապված մեխանիզմը արկա է, կարող են այո այդ մասին բարձրաձայնել։ Շատ հաճախ նաեւ բողոքներ են լինում քաղաքացիներից եւ փաստաբաններից, այս իմաստով պրակտիկ, այսպես պրակտիկայի ամփոփում այդ մասին խոսում է դժգոհության ալիքի հետ մասով։ Այ կարող ենք ասել, որ այսօր ավելի գնում ենք դեպի կայունացման, իրապես բոլոր կողմերի համար կդիտվի այդ դրական փոփոխությունը։ Միանշանակ նախագծերի նպատակը կայունությունն ու որոշակիությունը ապահովելն է, քանի որ այսօր քաղաքացին երբ որ դիմում է դատարան, վերջինս ունի համոզմունք եւ կանխատեսելի է վերջինիս համար, թե իր իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ վեճը երբ է ավարտվելու, երբ է քննվելու եւ ինքը երբ է ստանալու դրանց վերաբերյալ համապատասխան եզրափակիչ դատական ակտ, որովհետև շատ երբեմն կա այդպիսի հայտնի խոսք, ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության, քաղաքացիները անձինք խուսափում են դատական պաշտպանության դիմելուց հենց այն պատճառով, որ գործի քննության ժամկետները այնքան երկար են, որ այդ ընթացքում անձինք նույնիսկ կորցնում են հետաքրքրությունը իրենց իրավունքի կամ օրինական շահերի պաշտպանության նկատմամբ։ Այդ իսկ պատճառով այս նախագիծը կորցնում են իրենց հետաքրքրությունը, այլ ցավոք կորցնում են հենց իրենց հաճախ։ Այո, շատ հաճախ նաև նմանատիպ դեպքեր են հանդիպում, այսինքն նախագծի հենց առաջնային նպատակը քաղաքացիների, փաստաբանների համար կանխատեսելի դատական պրակտիկա եւ կանխատեսելի գործի քննության ժամկետներ նախատեսելն է, որպեսզի քաղաքացին վստահ լինի, որ իր գործը իր հետաքրքրության ժամանակահատվածում հանգուցալուծվելու է եւ ինքը ողջամիտ ժամկետում ունենալու է իր իրավունքի կամ պարտականության վերաբերյալ եզրափակիչ դատական ակտ։ Շատ բարի եւ ամփոփիչ այսպեսի մոտեցմամբ հարց, արդյոք այս փոփոխությունը դրվում է ընդհանուր մեխանիզմի դիտարկման ներքո։ Ինչու է այսպեսի հարց առաջանում, որովհետեւ երբեմն փոփոխությունները ինքնին շատ իդեալական են, շատ նպատակային, թիրախային են, բայց գալիս է պրակտիկան, առանձին խնդիրներ են առաջանում եւ հակասություններ են առաջանում, թե ինստիտուցիոնալ, թե դատավարական կողմերի, թե այլ գլոբալ խնդիրների հետ։ Այս ամեն ինչը փոփոխության հիմքում դրվել է, հաշվարկվել են բոլոր ռիսկերը եւ արդյոք այսօր մենք կարող ենք ասել, որ այդ ռիսկերը գրեթե նվազեցված են կամ վերացված են։ Փոփոխությունները եւ լրացումները կատարվում են համակարգային նպատակով, այսինքն որևէ փոփոխություն կամ օրենքում չի որևէ փոփոխություն կամ լրացում օրենքում չի կատարվում, այսպես ասած մեկուսացված փաստերի հաշվառմամբ։ Այդ իսկ պատճառով, օրինակ, ես սկզբում էլ նշեցի այն կարգավորումներային փոփոխությունները, որոնք նպաստում էին դատաների ծանրաբեռնվածության նվազեցմանը, բնականաբար միջև ժամկետներ նախատեսելը պետք է լինեին գործիքակազմեր, պետք է ստեղծվեին այնպիսի հնարավորություններ, որոնք թույլ կտային նվազեցնել դատանի ծանրաբեռնվածությունը, այդ կերպ դուք ամբողջական ներկայացրեցիք պարզապես ռիսկերի մասով։ Ինչպես նշեցի, դատանի նախագահները ունեն մշտադիտարկում իրականացնելու լիազորություն, ինչպես նաև դատավորի գործունեությունը ենթակա է գնահատման, ինչպես նաև վերջինիս վարքագծի գնահատման առնչվող գործիքակազմեր են առկա եւ այս ժամկետների հետ կապված հարցադրումները կարող են դիտարկվել նաև համապատասխան մեխանիզմների շրջանակներում։ Հուսանք, որ այս ողջ գործիքակազմը կնպաստի ռիսկի նվազեցմանը եւ հիշեցնեմ մեր ռադիո լսողներին, որ այսօր մենք ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում քննարկում էինք ողջամիտ ժամկետների հետ կապված օրենսդրական վերջին փոփոխությունների հետ կապված հարցերը եւ մեր տաղավար էինք հրավիրել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի ավագ իրավաբան Էմմա Ավետիսյանին։ Շնորհակալություն հարգելի Էմմա, եւ հիշեցնեմ, որ ձեզ հետ էր հաղորդման վարող եւ հեղինակ իրավաբանական գիտությունների թեկնածու Նարինե Սոլոմոնյանը։ Ցտեսություն։